Պարոն նախագահ, իմ խոսքը ավելի շատ ելույթ է, ոչ թե հարց ձեզ ուղղված, որպես Մասիսի բնակիչ եւ որպես ընդդիմադիր լրագրող, որ ընդդիմադիր է եղել եւ ձեր իշխանության օրոք, եւ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք եւ այսօր, ուզում եմ մասիսցիներին տեղյակ պահել ինչ որ իրողություններից։ Նիկոլ Փաշինյանը բոլորիս վախեցնում է ոչ միայն պատերազմով, այլև վախեցնում է լրագրողներին, որ եթե հանկարծ ինքը չլինի, մենք կդառնանք հաշմանդամ, մեզ կանթամահատեն, մեզ կխարույկի վրա կայրեն, չգիտեմ, էլ ինչ կանեն, եւ մենք կկանգնենք ֆայլաբազարներում։ Ես հրապարակային ասում եմ, ընդդիմադիր լրագրող եմ եղել Ռոբերտ Քոչարյանի տարիներին, Սերժ Սարգսյանի տարիներին եւ բնականաբար Նիկոլ Փաշինյանի։ Էս ինչ ասացիր, հա։ Էս ինչ է։ Ինչպես տեսնում եք, ես ողջ եմ, հաշմանդամ չեմ, ինձ չեն ծեծել, չեն սպանել, որքան էլ որ սուր հոդվածներ եմ գրել երկրորդ, երրորդ նախագահների մասին, ինձ որևէ մեկը չի նեղացրել երբեք։ Ինչպես նաև ողջ է հաշմանդամ չի Նիկոլ Փաշինյանը, ով նույնպես ընդդիմադիր լրագրող է եղել։ Ասեմ, մեր համագործակցությունը, մեր շփումները նախկին իշխանությունների ժամանակ ինչպես է եղել։ Երբ որ մենք որևէ ընդդիմադիր հրապարակում էինք անում, որևէ բացահայտում էինք անում, դա կլիներ որևէ գյուղապետի մասին, համայնքապետի մասին, բուժհաստատության մասին, որևէ խնդիր էինք բարձրաձայնում, այդ խնդիրը անպայման դառնում էր պետական ուշադրության առարկա, որովհետև երկրում կար կարգ ու կանոն։ Բոլոր պաշտոնյաները վերևից ներքև պատասխանատու էին իրենց կատարած աշխատանքի եւ չկատարած աշխատանքի եւ բացթողումների համար։ Այդ հրապարակումների ետևից գալիս էին համապատասխան մարդիկ եւ մեզանից հիմնավորումներ էին պահանջում։ Մենք բնականաբար, եթե ունենում էինք հիմնավորում, փաստերը ներկայացնում էինք եւ համապատասխան պատժի էր ենթարկվում տվյալ պաշտոնյան։ Եթե հարցը շտկվելու էր լինում, շտկվում էր։ Հիմա ասում է իբր խոսքի ազատությունը, ես չեմ ուզում այսպիսի խոսքի ազատությունը, որ բոլորը խոսում են, բոլորը հայհոյում են, Facebook-ը, YouTube-ը, Telegram-ը, ամենտեղ բոլորը ասում են, բայց ոչ մեկը ոչ մի բանի տեղ չի դնում լրագրողի բարձրացած խնդիրը եւ այդ խնդիրները մնում են անլուծելի։ Ես ուզում եմ նախկին կարգ ու կանոնը, որ պետական պաշտոնյան իր դերում լինի, իր դիրքում լինի եւ լրագրողների աշխատանքը արդյունք տա։ Եվ ասեմ, որ ես լրագրող եմ դարձել ձեր մեղքով, պարոն Քոչարյան, ասեմ ինչու։ Ես արդեն հասկացա, սա մեղքերը մեղքերը։ Ձեր գալը ես աշխատում էի Լոռու մարզի ամենամեծ դպրոցներից մեկում, ուսուցիչ էի, դասղեկություն էի անում, որոշ ժամանակ նաև փոխտնօրեն էի, եւ այդ ամենի դիմաց ես ստանում էի ընդամենը 8000 դրամ աշխատավարձ, որը տալիս էին 8-9 ամիսը մեկ։ Ես ստիպված եղա թողնել իմ մանկավարժի աշխատանքը եւ գալ Երևան, դառնալ լրագրող։ Մի քանի ամիս անց դուք արդեն դարձաք երկրի ղեկավար եւ բարձրացրիք ուսուցիչների աշխատավարձը, եւ ես դրա համար ձեզ չեմ ներում, որ ուշացել եք։ Նախկին եւ այսօրվա իշխանությունների այդ համակարգը ես ուզում եմ համեմատել ընտանիքների հետ։ Մի ընտանիք, որտեղ տղամարդը խիստ է, մի քիչ էլ չոր, պարոն Քոչարյանը թունեք, որ դուք մի քիչ չոր եք, կոպիտ եք։ Աշխատում է, ընտանիքին պահում է, երեխաներին լավ կերակրում է, ծնողների մասին հոգ է տանում, թույլ չի տալիս, որ հարևանները իր ընտանիքին նեղացնեն, բոլորը իրենց դիրքում են եւ երբ որ տուն է մտնում, թույլ չի տալիս, որ որևէ մեկը ավելորդ խոսի մյուսի հասցեին, մեկը մյուսին լեզու հանի, այսպես ասած։ Եվ կա մեկ այլ ընտանիք, որտեղ հայրը հարբեցող է։ Բոլորից պարտք է անում, ընտանիքը խրել է պարտքերի մեջ։ Մտածում է միայն ուտելու մասին, երբ որ բակ է դուրս գալիս, բոլորը իրենից ինչ-որ բան են ուզում, ավտոտնակն են ուզում, պատշգամբի տարածքն են ուզում, ինքը տալիս է, ով ինչ ուզում է տալիս է,
Հարևանը ասում է բերելու եմ իմ մահճակալը դնեմ քո ճաշասենյակի մեջտեղում, ասում է բեր դիր, խնդիր չկա, դրա համար չենք կռվելու։ Տուն է գալիս երեխաները ասում են այ հերա, բայց չէ որ այդ պատշգամբը մերն էր, մեր պապից ենք ժառանգել, այդ ավտոտնակը մերն էր։ Ինքը որ դրսում չի կարողացել այդ մարդկանց հարևաններին ասի ոչ չեմ տալիս, գալիս է եւ ամբողջ զայրույթը թափում է ընտանիքի գլխին։ Այո, անունը տվեցիք, ես չասացի։ Հիմա որ ընտանիքի մոդելն ենք մենք ուզում, հարգելի մասիսցիներ, որ ունենանք պինդ ղեկավար, որը մեր թիկունքը կապահովի, որի հետ մենք ապահով կլինենք, պինդ կլինենք եւ արժանապատիվ ձևով կապրենք, թե ունենանք թույլ ղեկավար, որ մեզ կնվաստացնի եւ թույլ կտա, որ մեր հարևանները մեզ նվաստացնեն։ Ընտրությունը մերն է, ամեն ինչ մեր ձեռքին է, մի վախեցեք, համարձակ գնացեք եւ ձեր ձայնը տվեք ուժեղ ղեկավարին, այդպիսի ուժեղ ղեկավար Ռոբերտ Քոչարյանն է։ Շնորհակալություն։